ժողովրդի ձեռքը աշխատանք չկա, գումար չկա, ժողովուրդ չկա, որ իմանաք առևտուր կա, թե չկա։ Էտա, ասենք դրա պատճառը էտա։ Իսկ նու մենակ ասենք մեքենաների առևտուրը չէ։ Դեռիվ մեր ասենք ժողովրդի ասենք ապրելակերպը բանը սա դրանից է կախված, որ ժողովրդի ձեռքը աշխատանք չկա, չեն կարում աշխատեն, որ ասենք իրանց ընտանիքը պահեն ու ասենք խոսքի ուզենա մի հատ լավ մեքենա առնի, իր տղուն նվերտա կամ իր աղջկան նվերտա։ Զանգահարում են, ասում են, որ գրածա վաճառում է, այդ վաճառումը թող չերևա, մենակ հեռախոսի համարները երևա։ Ասենք դա ինչ պատճառ է, որ վաճառում է չերևա։ Այսինքն ես գրածա հիմա ասենք վաճառվում է, ասում է այդ վաճառվում է թող չերևա, մենակ համարները երևա։ Դա ասենք իրանց ինչ է խանգարում։ Ասենք ոչ թե ստեղի մասին, ասենք ճանապարհին, որ մեքենան կանգնած է, որ վաճառվում է, գրածա վաճառվում է, չէ՞։ Ու զանգում ասում են, այդ վաճառվում են հենց արա, որ չերևա, մենակ համարները թող։ Դա ում է խանգարում։ լավ, իսկ բեռի մասով, այսինքն հաշվի առնելով այն, որ մեքենաները չեն վաճառվում։ Այն մեքենաներով, հիմա ես ասենք ուզում եմ մեքենա բերեմ, ասենք բերում եմ մի հատ իմ անունով ու թույլ չի տալի, որ երկրորդը բերեմ, երրորդը բերեմ։ Ասենք ինչն է պատճառը դրա։ Որ ես ասենք խոսքի ընկնեմ, գնամ իմ բարեկամին գտնեմ, ասեմ արի դու իմ հետ արի, կամ մի հատ ինձի դավռնես տուր, ես կարանամ ասենք մեքենա բերեմ։ Չի թույլ տալի, որ ես ասենք բերեմ 10 հատ, 20 հատ ու ասենք խոսքի ապրենք։ Հա, ասենք եթե պետք է, ասենք մի հատ իրանք փոքրիկ գումար հատկացնեն, ասեն բեր 100 հատ բեր, քո անունով բեր, տարեկան մեզի մի հատ 30,000 դրամ կամ 15,000 դրամ փողմուծի։ Ու ասենք բոլորս էլ կհամաձայնվենք դրան։ Ոչ թե ընկնենք, ասենք չարչիություն անենք, գանք, ասենք խոսքի մորքուրի աղջիկնես, արի մի հատ ինձի գեներալնի դավեռնես տուր, որ ես կարանամ, ասենք քո անունով մեքենա ներմուծեմ։ Ասենք կամ իմ տատին աստված չանի, տատիս մեռնում է, տատիս անունով բերում եմ, ու ասենք խոսքի տատիս մեռնում է։ Հիմա այդ մեքենան պետք է սպասեմ 6 ամիս հետո, թե ոնց պետք է լրանա, որ ես կարանամ այդ մեքենան վաճառեմ։ Հիմա ոչ մի մեքենա չի վաճառվում, մարդիկ այս ամիսներով նստած են ու ոչ մի մեքենա չի վաճառվում։ Քանի մեքենա ունեք այստեղ եւ որքան ժամանակահատված է որ կանգնած եք այստեղ։ Երկու մեքենա ունեմ, որ այս 4 ամիսա բերվել է եւ չի էլ վաճառվում, որովհետեւ շուկայում այնքան մեքենա է լցվել, երեսին նայող չկա։ Հարկային բեռի մասով մարդիկ ինչքան մեքենայի փող են տալիս բերում, այնքան էլ ստեղ ռաստամոշկի փող են տալիս, արիտես որ հարկայինում էլ իրավունք չունես, որ տարվա մեջ 2 մեքենա վաճառելու։ Դե նայեք, տեսեք բազարում մարդ կա, առնող։ Չկա։ Որքան ժամանակահատված է մեքենան այստեղ է։ Այստեղ Այո, ինչքան ժամանակ է բերել եք որ չի 6 ամիսա։ Չեն առնում։ Ինչով եք պայմանավորում։ Մարդ չկա, չէ գնում, շուկայում մարդ չի գալի։ Ժողովուրդը չի մնացել։ Քասի բացեր են, աշխատանք չունեն, փող չունեն։ Մեքենաները բերվածը մնում է, չեն վաճառում։ Քանի մեքենա եք բերել, որքան ժամանակ։ Մի մեքենա եք բերել 5 ամիս է։ Ես եկել եմ նանամ առնել համար։ Գնելու համար եք նամ, իսկ ինչպիսի մեքենա եք ուզում գնել, մատչելի, միջին։ Մեքենա ենք ուզում, աղջիկի համար ենք ուզում գնանք, թորնիկի համար մեր, աղջիկը մի քիչ սավրում են ավտո, ու նորմալ մի քիչ գինն է նորմալ է, որտեղ այնքան մեքենա կա, արդեն սաղ մեքենա։ Մի կողմից լավ է, որ շատ է մեքենան, վատ չի։ Դե հետո մարդիկ զբաղվում են, ասենք թե որ հարցնում ենք էլ իրոք ծանոթներ ունենք, ամեն մեքենայի մեջ $200-300 փող են աշխատում, որ վեսնես տանջանք է գնալ գալը, ու արժի առնել, իսկ հանցտե գնալ հասնել Թիֆլիս կամ ես եմ որը։ Ես հավանություն տալիս եմ, չեմ, մեր շուկան լավն է մեքենա։ Ուղղակի ժողովրդի ձեռք այդքան փող չկա, գնողականությունը ցածր է։ Չէ, կոմունիստների ժամանակ որտեղ էր, այս մեքենա շարվել, այսքան շատ ու չվաճառվում։